Փոքր մարմինները մի այսպիսի սովորություն ունեն, պատկերավոր եթե ասեմ, այսպիսի բնավորություն ունեն։ Իրենք անընդհատ շեղում են իրենց ուղեծրերը, իրենց հետագծերը։ Խոշոր մարմինները բավական կանոնավոր ձևով, իհարկե շատ չնչի փոփոխություններ նույնպես կան, լսած կլինեք, բայց օրինակ երկիրը պատտվում է արեգակի շուրջը, հազարավոր, տասնյակ հազարավոր, իսկ հարյուրավոր, հազարավոր տարիների մեջ մենք չենք զգալու, որ մի փոքր փոփոխություն կա կամ չկա։ Նույնը լուսինը երկրի շուրջը, բոլոր այս մեր իմացած մոլորակները խոշոր, նրանք շատ կանոնավոր պատտվում են, բայց փոքր մարմինները անընդհատ շարժվելով անգնում են այլ խոշոր մարմինների գրավիտացիոն դաշտերի ազդեցության տակ եւ կարող է մի փոքր շեղել։ Օրինակ այն աստերոիդը, որ կգա դեպի երկիր, օրինակ թեկուզ Ապոֆիսը, նա դեռ այս պահի հաշվարկներով չի հարվածելու, կողքից է անցնելու։ Նրա հարվածելու հավանականությունը 4% է գնահատվում, որովհետեւ շեղումներ հնարավոր են, ոչ ոք չի կարող վստահ ասել, որ հենց այս գծով կանցնի ինքը։ Բայց նույնիսկ եթե կողքով անցնի, տեսեք, երկիր մոլորակն է, եթե գասը կողքով անցնի, նա ունի գծով չի կարող անցնել, որովհետեւ երկիրը գրավիտացիոն դաշտ ունի։ Այսինքն մի քիչ պիտի կորանա դեպի այսպես, երկիրը մի քիչ պիտի ձգի նրան։ Եթե բավական շատ մոտիկ ելներ, կգար կընկներ, այսպես։ Բայց արդեն կթեքվի կշեղվի նրա հետագիծը եւ հետո մյուս անցման ժամանակ արդեն կարող է գալ հարվածել։ Եվ այդպես են բոլոր փոքր տիեզերական մարմինները։ Դրա համար այդքան հեշտ չի այդ ամենը կարող գուշակել, իսկ փոքր մարմինները շատ են։ Ես որը թիվել չեմ ասի, այստեղ միլիարդավոր ուղղակի կասեմ, կամ տրիլիարդավոր, մաթեմատիկայում ոչ բոլոր թվերը անուններ ունեն, շատ մեծ թվերի հետ ենք մենք այստեղ աշխատում։ Ինչքան մանր, այսպես ասեմ, օրինաչափությունը այսպես է, ինչքան մանր, այնքան շատ։ Երկրի վրա չէ, խոշոր քարերը քիչ են, բայց մանր քարեր միլիարդներով կան, որ նայում եք ինչքան փոքր, այնքան շատ։ Եվ կենդանիների մեջ նույնիսկ այդ օրինաչափությունը կա, ինչքան շատ օրինակ միջատները ինչքան շատ են, չէ՞, համատած կաթնասունների հետ։